Բարև ձեզ։ Եթերում բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Քաղաքական հարցումները ոչ միայն չափում են հանրային կարծիքը, այլ հաճախ ազդում դրա ձևավորման եւ փոփոխման վրա։ Այդ ազդեցության մեխանիզմները, ինչպես նաեւ քաղաքական PR-ի ավելի լայն գործիքակազմը այսօր կքննարկենք սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, հանրային կապերի մասնագետ Նվարդ Մելքոնյանի հետ։ Շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավիրելու համար։ Տիկին Մելքոնյան, երևի կխնդրեմ նախ մի փոքր այսպես պատմական էքսկուրս անցկացնենք, հասկանալու համար, թե առհասարակ քաղաքական սոցիոլոգիա եւ քաղաքական հարցումների մշակույթը Հայաստանում ինչպես է ձևավորվել վերջին տասնամյակներում, մի քանի, որովհետեւ թերևս սովետական ժամանակաշրջանի մասին խոսելը այս պահին այդքան էլ ակտուալ չէ, ինչ ենք ունեցել, ինչ փուլերով ենք անցել, գուցե հիմա ինչ ունենք, ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվել այս դիսցիպլինը։ Շատ լավ հարցեր ու կարծում եմ, որ կարիքն էլ եկել էր այդ ամենը իմի բերելու ու եթե ժամանակահատվածների տարանջատենք, գուցե եւ հենց այդպես էլ անենք 90-ականներից 2000-ական թվականներ, երբ բացարձակ պոպուլյար չէին հարցումները, հիմնականում սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնում են միջազգային կազմակերպությունները, տեղի նույնիսկ ընտրությունների հատվածում, երբ պահանջարկը հարցումների հանդեպ կտրուկ աճում էր, տեղի էլիտան քաղաքական այն ժամանակ թերևս եւ հնարավորությունը չուներ, որովհետեւ դա բավականին թանկ հաճույք է, պատվիրելու այդ հետազոտությունները, ոչ էլ թերևս հասկանում էր դրանց օգտակարության կամ արդյունավետության իմաստը։ 2000-ականներից իրավիճակը բավականին լուրջ փոխվեց, քաղաքական էլիտաները հասկացան, որ հետազոտությունը դա նաև շատ լավ քարոզչական գործիք կարող է լինել եւ այս տեսանկյունից ինչ որ որոշակի հետազոտական բում սկսվեց։ Բում սկսվեց այն տեսանկյունից, որ իսկապես սկսեցին հետազոտության տվյալները օգտագործվել հենց քարոզչական էֆեկտ ստեղծելու համար, արևմուտքում դա շատ վաղուց անվանում են հենց bandwagon effect, հա, հոտի էֆեկտը, որ մենք ասում ենք, որ ցույց տանք, որ մենք առաջին տեղերում ենք ռեյտինգներում, ռեյտինգները բարձր են եւ ստեղծել ընտրազանգվածի մոտ ցանկություն միանալ մեծամասնությանը։ Այս առումով նաեւ արդեն 2010-13 թվականներին սկսեցին կիրառվել յուրահատուկ որոշակի մեթոդներ ներգրավելով այսպես ասած ֆրանչայզինգը, հա, հեղինակավոր հետազոտական ընկերությունների ֆրանշիզաները եւ այստեղ մենք սկսեցինք լսել, որ միջազգային հետազոտական այս կենտրոնը, այն կենտրոնը, այս ընկերությունը, այն ընկերությունը եւ թվեր էին հրապարակվում, որոնք իսկապես այդ ժամանակ էլ եւս քարոզչական գործիք էին, այլ ոչ թե հետազոտական, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ուժերը չէին վստահում հետազոտություններին եւ չէին անում հետազոտություններ։ Այդ ժամանակ մեր գործընկերներից մեկը, մեր ֆակուլտետի շրջանավարտ, անվանեց այդ հետազոտությունները այսպես ասած ստվերային սոցիոլոգիա, որովհետեւ քաղաքական ուժերը շարունակում էին անել հետազոտություններ իրենց իսկ քաղաքական նպատակների համար։ Եվ այդ հետազոտությունները շարունակական էին, մոնիթորինգային էին, ոչ միայն ընտրություններով էին սահմանափակվում, այլ պարբերաբար դրանք իրականացվում են, եւ մենք կարող ենք ասել, որ քաղաքական սոցիոլոգիան այստեղ իրոք ուներ իր ուժը, իր պոտենցիալը, իր արդյունավետությունը, բայց ոչ հրապարակայնությունը։ Ոստեղ էլ հենց այդ հարցականն է առաջանում։ 2018-ից իրավիճակը թերևս փոխվեց, նախ հետազոտողները այն նախորդ 11-ի արդյունքում սկսեցին ձևավորել բրենդեր, եւ մենք այսօր Հայաստանում ունենք մի շարք հեղինակավոր հետազոտական ընկերություններ, որոնց հեղինակությունը այնքան բարձր է, ռեպուտացիան այնքան բարձր է, որոնք չեն գնում ռեպուտացիոն ռիսկերի եւ հրապարակում են բավականին իրականությանը մոտ եւ մեթոդաբանության տեսանկյունից բավականին գրագետ արված հետազոտություններ, բացի դրանից միջազգային ինստիտուտները ունեն ներգրավվածություն եւ պարբերաբար ոչ միայն ընտրություններին հրապարակում են քաղաքական
դիսկուրսին վերաբերող եւ քաղաքական դիսկուրսի մեջ տեղավորվող եւ այդ դիսկուրսը ձևավորող արդյունքներ ոչ միայն ռեյտինգների վերաբերյալ, այլ քաղաքական անցուդարձի կամ քաղաքական կարևոր թեմաների վերաբերյալ, ինչը շատ ու շատ ողջունելի է, որտեղ սա քաղաքական սոցիոլոգիայի տեսանկյունից բավականին լուրջ զարգացում է, ես կասեի նույնիսկ զարթոնք է, որպես մարդ, որը այս երկրում առաջինն է հենց քաղաքական իմիջի վերաբերյալ դիսերտացիա պաշտպանել, սա իմ համար երևի ինչ-որ մի երազանքի, հա, կամ բաղձալի ինչ-որ մի իրավիճակի պահ էր, բայց ստեղ էլ կան լուրջ թերացումներ եւ մենք կարող ենք դրանք դիտարկել, որովհետեւ այդ բրենդ դարձած հետազոտական ընկերությունների կողքին սկսեցին ձևավորվել, արդեն նաև համացանցը թույլ է տալիս այդ անել, ձևավորվել համացանցային հարցումներ տարաբնույթ։ Մեկ Telegram-ի այս խումբն է ինչ-որ հետազոտություն անում, անվանում դա հետազոտություն, մեկ Facebook-յան հարցում է իրականացվում ինչ խմբում կամ ինչ հարթակում, որքանով են դրանք ներկայացուցչական, որքանով են դրանք հարցադրման տեսանկյունից իրավասությունների մասին երևի չխոսենք, որտեղ բոլորս հանդիպում ենք այդ հարցադրումներին ուղղորդող թե ինչպիսի բնականաբար հարցադրումներ են արվում։ Ու պլյուս քաղաքական ուժերը արդեն ունեն, այսպես ասած, իրենց հետազոտողներին եւ արդեն քաղաքական ուժերը իրենք են պարբերաբար իրենց ռեյտինգների վերաբերյալ հրապարակումներ անում, որոնք նույնպես էլի քարոզչական բնույթ են, ուղղորդող բնույթ են, հարցադրումների հարցը էլի կարկախենք, ինձ թվում է կքննարկենք այսօր, իրավիճակը թերևս այսպիսին է, գալիք ընտրությունների կանխատեսման առումով նույնպես բում եմ սպասում, արդեն կարծես այո, որտեղ կա մրցակցություն, կա արդեն տենց շատ թեժ իրավիճակ, որտեղ կան արդեն իսկ ծագող բազմաթիվ խնդիրները շատ են։ Հիմա կխոսենք այդ խնդիրների մասին, նախ ես ուղղակի կուզեմ, որ այս ամբողջ մեր ներածական մասի սկզբում ես նշեցի, որ դա հայտնի փաստ է իրականում, որ այո, հարցումները ոչ միայն ինֆորմացիա են տալիս պատվիրատուին, այլև օգտագործվում են որպես քարոզչական գործիք, ավելի շուտ ազդում են այդ հանրային կարծիքի վերափոխման ձևավորման վրա, եւ ուզում եմ մի քիչ այդ մեխանիզմից խոսենք, էլի ոնց, օրինակ, որտեվ եթե մեզ դիտորդները հիմա նայեն, ասեն դե, այսինքն ոնց եկել են, ինձ հարցեր են տվել, ես պատասխանել եմ, ոնց են ազդել իմ կարծիքի վրա։ Խոսքը իհարկե գնում է նրա մասին, որ հետո այդ արդյունքներն են արդեն ապագա կարծիքի վրա ազդում, բայց մեխանիզմը ոնց է դա տեղի ունենում։ Այսինքն, ենթադրենք ես ընտրող եմ, որը հանդիպում է ինչ-որ հետազոտության արդյունքների։ Ոնց է այդ արդյունքը, դուք իհարկե թեթև արդեն խոսեցիք դրա մասին, այդ bandwagon էֆեկտի մասին, բայց ինչ է տեղի ունենում, այսինքն ոնց է այդ ձևավորումը տեղի ունենում։ Ինչ լավն է այս հարցը, օգտվեմ առիթից քննարկեմ այս թեման, որովհետև վաղուց իրոք կա դրա կարծիքը, ավելին կիրառելու մեթոդները շատ ու շատ բազմազանվել են իրականում, չսահմանափակվելով միայն այդ bandwagon-ով, իրականում այդ, այսպես ասած, ոնց կասեմ, հա, շքավագոնի մաս դառնալու այդ հոտային էֆեկտը, մենակ չմնալու այդ կոնֆորմիզմի զգացումը լինել այնտեղ, որտեղ հաղթողն է, կա, եւ երբ որ դու հրապարակում ես այս կամ այն ուժի զգլխիչ ռեյտինգը, բնականաբար պոտենցիալ ընտրողի մոտ կա այդ ցանկությունը, որ ինքը միանա, հատկապես չկողմնորոշված ընտրողի, հատկապես, ուրեմն այս մարդիկ մի բան գիտեն, որ այսինքն կարծիք կա, գուցե ես այդքան էլ տեղյակ չեմ, բայց հետաքրքիր է, որ այդ bandwagon-ի էֆեկտի ստեղծելու շատ հայկական յուրահատկություն նաև կա, ոչ միայն առայն, որ բավականին բարձր թվերի հրապարակման, դա բնական է, բոլոր երկրներում այս մանիպուլյացիոն տեխնոլոգիան պարբերաբար կիրառվում է տարբեր ձևերով, բայց մի քայլ առաջ չեն գնացել, այսպես ասած, մեր հրապարակումները անողները, ընդ որում դա մեդիաների շրջանում է բավականին լուրջ կիրառվում, երբ հետազոտության արդյունքը հրապարակելիս, ասենք այդ մեր գիստագրամաները, որ մենք շատ սիրում ենք եւ անում ենք, ներկայացնելուց այդ bandwagon էֆեկտը ուժեղանում է նաև նրանով, որ օրինակի համար հաղթողի սյունյակ ավելի վառ գույնով է ներկայացվում, կամ օրինակ եթե ուժերի միջև տարբերություն, ասենք ընդամենը 4-5% է, բայց ինձ կտրուկ տարբերություն է երևում, այսինքն վիզուալի վրա ազդեցությունը, որը ենթագիտակցության վրա է ազդեցություն թողնում, իրոք կա։ Երկրորդ էֆեկտը, որի մասին կցանկանայի խոսել, բացի այս
bandwagon-ից, դա էլի պիտի անգլերեն ասեմ, underdog էֆեկտ է կոչվում, թույլին սատարելու, կողքը լինելու, ձայնը չկոր կամ չես ուզում քո ձայնդ որպեսի փոշիանա, տալիս ես ամենա քիչ հավանականություն ունեցող ուժին թույլ տալով իրեն էլ ինչ որ ձևով վաստակել որոշակի ձայն, այս էֆեկտն էլ կա իրականում եւ այս էֆեկտի շնորհիվ Հայաստանում տարբեր փուլերում, տարբեր այսպես ասած outsider, քաղաքական, ուժերը հայտնվել են որոշակի քաղաքական անցուդարձում եւ քննարկումների մեջ, ինչը գովելի է, որտեղ սա շանս է տալիս նոր ուժերին իրենց ներուժը զգալու եւ հաջորդ ընտրություններ գալու ոչ թե որպես նորեկ, այլ գալու արդեն որոշակի կապիտալ ունեցող։ Մյուս էֆեկտը դա իսկապես լեգիտիմացիայի էֆեկտն է, որովհետեւ դու դրանով լեգիտիմացնում ես նաեւ ապագայում քո ընտրությունների արդյունքները, որը նույնպես շատ հստակ օգտագործվում է եւ այդ լեգիտիմացման համար իրոք օգտագործվում են ֆրանշիզաները այդ հետազոտական ընկերությունների ու էլի շատ հայկական ֆենոմեն է, որ երբեմն քաղաքական նախընտրական այս փուլում մրցակցությունը ոչ թե ռեյտինգների միջև է լինում, այլ մրցակցությունը լինում է ռեյտինգները հրապարակող ընկերությունների միջև, այս էլի շատ հետաքրքիր մոտեցում է եւ այլն։ Եթե մենք դիտարկենք ուղեղների լվացման այդ brainwashing-ի տեխնոլոգիաների մեջ, ապա նաեւ այստեղ աշխատում է մի մանիպուլյացիոն էֆեկտ, որը կոչվում է ապավինում հեղինակությանը կամ հեղինակության ներգրավում եւ այստեղ որպեսզի դու քո ուժը կամ քո պոտենցիալը ցուցադրես, դու ասում ես, այ էս ինչ հետազոտական ընկերությունն է ասում։ Որոշ դեպքերում դու ասում ես ժողովուրդն է կարծում, ինչը որ sense ավելի հզոր արգումենտ է, հա, փաստարկ է, ապավինելով ժողովրդի հեղինակությանը։ Որոշ բaragայում դու ասում ես հետազոտող գիտնականները կամ հետազոտողները կամ բազմաթիվ հետազոտություններ արդյունքում։ Սա նույնպես արդեն կրկնակի մանիպուլյացիա է, համ դու ապավինում ես հեղինակությանը, համ դու չես նշում թե ում հեղինակության։ Այս տեխնոլոգիաները եւ դրանց տարբեր հիբրիդ տեսակները բավականին հաճախ իրոք օգտագործվում են։ Որոշ դեպքերում մեդիաները կամ քաղաքագետները, քաղաքական վերլուծաբանները ջուր են լցնում այս քննարկումների ջրաղացին, նշելով օրինակի համար այդ հարցումներից ելնելով քարոզարշավի կամ ընտրապայքարի ֆավորիտներին դուրս թողելով մնացածներին, ինչով իրենք ինչ են անում։ Մեր բառապաշարով ասած լռության պարույրը բավականին լուրջ ձգում են, բայց արդյունքը լինում է, որ շատ տարօրինակ անակնկալներ կարող են լինել սոցմեդիայի, այո, սոցմեդիայի ազդեցության դարաշրջանում, անտեսելով, այո, այդ քիչ տոկոս ունեցող կամ լռության պարույրի գոտում ընկնողներին, մեկ էլ հանկարծ ունենում ենք բավականին հետաքրքիր ու զարմացնող արդյունքներ։ Տիկին Մելքոնյան, կարելի ասել սկսեցինք խոսել մեր իմ հաջորդ հարցի մասին, որովհետև այո, լինում են հետազոտություններ, որակյալ, մտածված, հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճիշտ մեթոդաբանությամբ իրականացված, որոնք իրոք արտահայտում են մոտավորապես այն պատկերը, ինչ որ այդ լեգիտիմացիայի մասին խոսեցինք, այն ինչ որ հետո ստացվում է ընտրություններից հետո, բայց նաև շատ հաճախ մեր պատմության ընթացքում հետազոտական եւ քաղաքական մենք ունեցել ենք նաև լրիվ հակառակ պատկերները, երբ որ ընտրություններից առաջ հրապարակվել են ինչ որ հարաբերակցություններ, ինչ որ թվեր, այդ քարոզչական նպատակով, ընտրություններին պարզադարձել որ լրիվ ուրիշ պատկեր է, իհարկե դրանից հետո ոչ ոք չի հարցվել, բայց ոնց եղավ, ինչ եղավ, ուղղակի տենց մոռանում գնում են, բայց հավանաբար դրանից տուժում է այդ ամբողջ մեր սիրելի գիտության հեղինակությունը որպես այդպեսին, որովհետև հետո մարդիկ կարող են ասել, դե այդ էր էլի ձեր գիտությունը, որ սխալ տվյալներ տվեցիք, չենք հավատում այլևս դրան։ Հիմա ես ուզում եմ այն հարցը քննարկենք, թե մարդիկ, որտեղ իրականում տեղեկատվությունը անգնահատելի է, այսինքն շատ կարևոր է մանավանդ մեր այսօրվա պայմաններում, մարդիկ ուզում են ստանալ ճշգրիտ տեղեկատվություն եւ այո, գուցե իրենց որոշումը կայացնեն այդ տեղեկատվության հիման վրա, բայց դի համոզված լինեն, որ տեղեկատվությունը ինքնին ճիշտ է։ Օրինակ, նաեւ դուք երբ որ օրինակ թվարկում եք, թե ինչպես կարող է ազդել, հա, հարցումը
որոշման վրա։ Ես նաև մի բան հիշեցի, էլի մեր շատ տարածված փորձից, որ օրինակ մարդը ասում է, ես չեմ ուզում ընտրել իշխանություններին, ես ուզում եմ ընտրել ընդդիմությանը, բայց ես ուզում եմ հասկանամ, թե ով շանս ունի ընդդիմությունից հայտնվելու խորհրդարանում, որ գնամ ինձ համար էական չէ, այսինքն այստեղ ոչ թե օրակարգի հետևից է գնում մարդը կամ ցանկացած այլ տենց գաղափարախոսության, այլ ուղղակի պարզապես ուզում եմ, որ խորհրդարան լինի նորմալ ընդդիմություն, եւ ես ուզում եմ իմանալ ով ունի շանս, որպեսզի գնամ ընտրեմ այդ մարդուն։ Եվ բնականաբար, եթե իրան սխալ տեղեկություն է, ինքը ստանում, ինքը գնում է սխալ իր համար սխալ ընտրություն է կատարում։ Հիմա ինչպես պետք է ընտրողը, ինչպես կարող է գնահատի հրապարակված կամ իրեն հասանելի դարձած հետազոտության արժանահավատությունը, ինչ որ ձևեր կան, որ մարդը, որ մասնագետ չի, կարդում է արդյունքներ։ Ինքը կարողանա իր համար sense մտքում մոտավորապես հասկանալ, արժի վստահել այս աղբյուրին, այս արդյունքին, թե չարժի։ Շատ լավն է հարցը։ Մի քանի չի մտածել, բայց եկեք բարձրաձայն մտածենք, մի քանի life hack-եր մշակենք ու թերևս առաջինը, որ եկավ մտքիս, ուշադրություն դարձնել այդ հետազոտական ընկերության դրանից առաջ արված հետազոտություններին, ոլորտին, բնույթին եւ այլն, այսինքն եթե դա բրենդային կամ հեղինակավոր ընկերություն է, հավանականությունը արդեն իսկ կա, որ չի ծառայում որոշակի շահերի մեկ եւ կպահի քաղաքական նեյտրալիտետ։ Այսինքն այս առումով լայհակներից մեկն է, եթե քաղաքական ուժը ինքն իր մասին հետազոտություններ ապարակում, արդեն իսկ որոշակի սկեպտիցիզմ կարելի է ցուցաբերել ապրիորի։ Երկրորդը ուշադրություն դարձնել ընտրանքին եւ ներկայացուցչականությանը։ Ընտրանքը շատ կարեւոր է։ Մենք ունենք հստակ սահմանված ընտրանքի բանաձևեր եւ դրանց շրջանակում օրինակի համար 1200, 1600, հա, այս Հայաստանի ընտրանքային մասշտաբով հիմնականում այո, ընտրանքային համախմբության հետազոտությունը ինքը բավականին արդեն արժանահավատ է եւ արդյունավետ կլինի, եթե ընկերությունը նաեւ հրապարակել է ընտրանքի սխալը։ Եվ նաեւ թե մեթոդաբան ինչպես է այդ 1600 հոգին ընտրվել, որտեղ եթե գնալ մի կուսակցության համաժողովի ընթացքում 1600 հոգու ինչ մեթոդ է այդ ընտրանքի ընթացքում օգտագործվել, բնականաբար սովորաբար իմ ասած այդպես բրենդ ձևավորող հետազոտական ընկերություն դա հրապարակում են, ավելին տալիս են ստուգման տվյալներ, քանիկին է հարցվել, ինչքան տղամարդ, տարիքային խմբեր, ինչպես են ներգրաված եղել, սա ձևավորում է այդ արժանահատվածությունը եւ իսկապես ուշադրություն դարձրեք սխալին, որովհետեւ եթե հետազոտության սխալն է 3%, դուք ունեք ռիսկ 6%-անոց շեղման, պլյուս մինուս խոսում ենք, այո, մասնագիտորեն, այո, պլյուս մինուս 3։ Եթե 0.5, իմ մոտ արդեն ուրիշ հարց է առաջանում, թե ինչպես է ընկերությանը այս դամաֆոնների, այս տոտալ մերժումների եւ այլնի պայմաններում հնարավոր եղել ապահովել 1%-ի շեղումը։ Ստեղ էլ արդեն ուրիշ հարց է առաջանում։ Սա է։ Եվ էլի մի քանի sense life hack-ներ կան, որովհետև օրինակ ինձ համար շատ կարևոր է, որ այդ գերապատվությունը քանակական այդ ռեյտինգային հաշվարկներին sense չգա, չգերիշխի, չտապալի մեր մնացած բոլոր մեթոդական գեղեցկությունը, հարստությունը եւ այս տեսանկյունից ես ինքս վստահում եմ այն դեպքերում, երբ համալիր է հետազոտությունը արված եւ համադրված են մեթոդները։ Այո, հատկապես որովհետեւ դա երևի հիշեցնենք մարդկանց, որ եթե իրենք արդեն ունեցել իրենք մասնակցելու հարցման, եթե եկել են իրենց տուն եւ հարցաշարով իրենց հետ փորձել են զրույց վարել, այդ հարցաշարով զրույցները շատ սահմանափակ են առումով, որ հարցազրույցավարը տալիս են հարցերը, որոնք որ հարցակցություններ արված են հերթականությամբ եւ այսինքն որևէ ինչ որ ճկունություն եւ
խորանալու հնարավորություն չունի եւ հարցողներն էլ շատ հաճախ սովորական մարդիկ են բոլորիս նման, մենք էլ ենք զբաղված, մենք էլ հավես չունենք, մենք էլ շատ բաներ չենք ուզում պատմել մարդկանց, ում չենք ճանաչում, հատկապես վերջերս երևի այդ խնդիրը այդքան չկա քաղաքական, բայց ես հիշում եմ, որ 2000-ականներին այդ խնդիրն էլ կար, մարդիկ վախենում էին իրենց կարծիքը արտահայտել շատ հաճախ եւ այդ կողմնակալային արդյունք նույնիսկ եթե ընտրանքը հրաշալի կազմված լիներ, մարդը ինքը արդեն կամ կասի կամ չի ասի քեզ այն ինչ որ իրականում մտածում է։ Ռիսկ էլ կա, որը մեր ռուսաստանյան գոլեգաները, որոնք եկել էին ընտրությունների փուլերից մեկում հետազոտություններ անելու, իրենք անվանեցին սինդրոմ արմենսկого избирателя, հայաստանյան ընտրողի սինդրոմ, այսպես ասած, ինչ էր դա դրսևորում, որ մարդիկ շատ դեպքերում հարցումների ընթացքում մեկ բան են ասում, բայց ընտրախցիկում ընտրաթերթիկի առջև լրիվ այլ ընտրություն են իրականացնում, իսկ սա նաև պատճառ հետևանք է մի բանի, որ այս մարդիկ այնքան հաճախ են ընդգրկվում հետազոտությունների մեջ։ Մենք գիտենք ձեզ հետ, որ մեր մեթոդաբանությունը պահանջում է հարցման մեջ ընդգրկել մի մարդու, որը առնվազն 6 ամիս այս թեմայով չի խոսել, այո, բայց ինչ ենք անում, չէ՞, մենք նույն մարդու տունը կարող է մեկ շաբաթվա ընթացքում, այդ ես պեսիմիստաբար եմ ասում, նույն օրվա ընթացքում կարող են տարբեր հետազոտական ընկերություններ պատմել, մենք արդեն սկսում ենք խաղեր խաղալ։ Մեկին սենց ասում են, այսպես ասում են, մյուսին այսպես։ Իդեպ վերադառնալով այդ լայֆհակներին, էլ ինչպես հասկանալ արժանահավատ է թե ոչ, անպայման նայել, եթե մարզերը ներառված են հետազոտության մեջ, արդյոք գյուղեր են ներառված, որովհետև այսօր գյուղ-քաղաք քաղաքական նախապատվությունները կտրուկ տարբերվում են եւ դու հետազոտում կանես մարզ կենտրոնում թե մարզային ինչ որ այլ քաղաքում գյուղում կանես մեծ թե փոքր գյուղում իսկապես մեծ տարբերություն կարող է լինել իրեն հարգող հետազոտական ընկերությունը սրան անդրադառնում է այո անպայման հիմա քանի որ մեր իհարկե կես ժամը շատ քիչ է այս բոլոր թեմաներին անդրադառնալու համար բայց ես ուզում եմ անպայման մենք խոսենք նաև հանրային կապերի կամ ավելի PR-ի որոշ լայն ավելի գործիքակազմի մասին որովհետև այն ինչ որ մենք խոսեցինք իհարկե այդ PR-ի գործիք է բայց Էլ ինչ ունենք մենք այսօր գործածության մեջ, հետաքրքիր, իհարկե շատ են այդ գործիքները, բայց այսօրվա Հայաստանում, այս տեխնոլոգիական դարում, ինչ հիմնական այսպես PR գործիքներ են օգտագործվում, որոնք ուշադրության կամ հետաքրքիր են, որոնք կարելի է վերլուծել եւ դրանց մասին խոսել որպես կամ յուրահատուկ կամ ավելի կամ պակաս արդյունավետ մի քանիսը իհարկե ամեն ինչի մասին չեմ կարող խոսել։ Իհարկե բավականին բարդ է, որովհետև քաղաքական PR-ը թերևս PR-ի ճյուղերից ամենաարագ զարգացողն է, որովհետև պահանջարկը այդտեղ մեծ է, նորերական տեխնոլոգիաների կիրառումն այդտեղ շատ է, պլյուս քաղաքական PR-ը մի ոլորտ է, որտեղ ինտեգրված կոմունիկացիաները շատ ավելի արտահայտված են եւ գործիքակազմը շատ ավելի բազմազան եւ տարբեր այլ հաղորդակցային տեխնոլոգիաներ ինտեգրող ու այս առումով այսօր նորարարական է թե պետք հենց համացանցային հարթակներում կոմունիկացիան այստեղ մենք նախորդ ընտրությունների տարբերություն կտեսնենք ոդկասթները որոնց լսարանները հաճախակի շատ ավելի մեծ եւ ազդեցիկ են լինում քան ցանկացած նույնիսկ ամենա ռեյտինգային ամենադիտելի մեդիայինը ու այդ ոդկասթների հյուր լինել կամ նույնիսկ այդ ոդկասթ վարելը շատ դեպքերում քաղաքական ուժին կարող է բերել իր դիվիդենդները, սա աշխատող է, բայց ես չի ուզենա նաև մենք հաշվից գցենք հին տեխնոլոգիաները, ավանդական տեխնոլոգիաները, որոնցից շատ հատուկ կուզեի ընդգծել դեմարդեմ հանդիպումները եւ ընտրողների հետ այդ հանդիպումներ, այցելություններ, մարզեր կամ տարբեր բնակավայրեր, որոնք այս ոդկասթային կամ ստուդիաների առաջարկ ներկայացնելու պայմաններում կարող են շատ դեպքերում անտեսվել, որքան էլ դուք լավ ռետոր լինեք, հաղորդավար լինեք, մեդիայի տեսանկյունից լինեք սիրելի, լինեք տելեգենիկ, եթե դուք չեք գնում հանդիպելու ընտրողներին, գիտեք, այդ հանդիպումը նույնիսկ կարող է ձախողված լինել, բայց ձեր մտադրությունը շփվել դեմարդեմ ընտրողի հետ արդեն շատ լուրջ մտադրություն է,
ընտրվելու, այլ ոչ թե ձեզ ցույց տալու։ Դրա համար թեպետ գուցե այդ ընտրությունների, գուցե այդ հանդիպումների մեջ որոշակի նորարարություն մտցնելով դուք հաջողեք, հա, այս առումով այդ փոփոխությունը կարող է եւ բերել իր արդյունավետությունը։ Իդեպ, եթե վերադառնանք PR տեխնոլոգիաներին, PR տեխնոլոգիաների կամ գործիքների գրագետ մշակման համար մասնագետները շատ ավելի լրջորեն հիմնվում են որակական հետազոտությունների տվյալների վրա, որտեղ նույն ֆոկուս խմբային քննարկումը շատ ավելի շատ էպիտետներ, վախեր, կասկածներ կարող է վերհանել, որոնք կոմունիկացիաների մեջ կարող են գտնել արձագանք, իմիջային որոշակի նոր կերպարներ առաջ գան, նույնիսկ համագործակցություններ ձևավորվեն, որտեղ ֆոկուս խմբայինի մեջ դու կարող ես լսել սա եւ այլն։ Այսինքն իմիջ քաղաքական տեխնոլոգների կամ իմիջ խորհրդատուների համար շատ ավելի լուրջ պաշար են ձևավորում հենց որակական հետազոտությունները։ Այո, դա շատ կարևոր է, էլի ցավոք մեր ժամանակը սպառվում է։ Դուք իրականում արդեն անդրադարձաք եւ մի փոքր խորհուրդ տվեցիք քաղաքական ուժերին PR-ի առումով արդյունավետությունն բարելավելու, իհարկե ամբողջ ձեր գիտելիքը այստեղ մենք չենք պատմի իրենց, թող դիմեն եւ խորհրդատվություն ուզեն, բայց քաղաքացիներին ինչ կարող եք ինչ որ մի ամենակարևոր բան խորհուրդ տալ այս առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետեւ բնականաբար ահռելի գործիքակազմ աշխատելու եւ բնականաբար դրա մի մասը կամ գուցե մեծ մասը մանիպուլատիվ է լինելու։ Ինչ անեն քաղաքացիները, որ այս ամբողջ այս խառնաշփոթի մեջ կարողանան իրենց համար կարևոր եւ օգտակար ինֆորմացիան ստանալ։ Ահա քաղաքացիներին էլի առիթը բաց չեմ թողնի խորհուրդ տալով լինել մեդիագրագետ, չսահմանափակվել տեղեկատվության մեկ կամ մի քանի իրենց նախասիրած աղբյուրներով, որովհետև սովորաբար դրանք կապակցված են լինում եւ այսօրվա համացանցային ալգորիթմները այնպես են աշխատում, որ իրանք նույն բնույթի տեղեկատվություն են ստանում, արդյունքում այդ թունելային մտածողությունն է ձևավորում, ապահովեք ձեզ աղբյուրների բազմազանություն, որպեսզի կարողանաք վերլուծել։ Երկրորդը, որպեսզի ձերբազատվեք այդ մանիպուլյացիաներից, նորից պիտի ինքս ինձ կրկնեմ, ասելով տվեք ձեզ ինչու հարցը, ինչու տեսա այս նյութը, ինչու հենց ես տեսա այս նյութը, ինչու այս նյութը հենց ես պետք է տեսնեի, ինչու են այս նյութը հրապարակել, ինչու է այս ալիքը կամ այս ուժը այս նյութը հրապարակել։ Սա է հնարավորությունը լինել ռացիոնալ եւ ընտրությունը անել ռացիոնալ։ Ու թերևս մի տեսակ խանդով վերաբերվեցի, ես իսկապես կուզեմ քաղաքական ուժերին մեկ-երկու խորհուրդ էլ տալ, առիթից օգտվելով, ժամանակն է վերադառնալ էթիկական քաղաքական հաղորդակցությանը։ Ատելության խոսքը, վիրավորանքները, հայհոյանքը որպես տեխնոլոգիա սպառել են իրենց։ Արդյունքում դուք կորցնում եք ընտրազանգվածի այն հատվածը, որ ուղղակի չի մտնում քաղաքական դիսկուրսի մեջ, զուտ այն պատճառով, որ չի ուզում, դիմադրում է այդ ամբողջ աղբին, որը գալիս է։ Ձևավորեք քաղաքական բանավեճի էթիկական մշակույթ։ Պլյուս խոսեք ձեր առաջարկած ապագայի տեսլականներից։ Գիտեք, մերժել, ատել, թողնել, չգիտեմ, պայքարել, ընդդիմանալ հնարավոր է, բայց հանուն ինչին դառնում է ամենակարևոր հարցը մեր երկրի այս իրավիճակում եւ այս օրակարգում։ Այո, շատ կարևոր է, որովհետեւ եւելի պատմականորեն մենք շատ ենք ինքներս մասնակցել ընտրությունների, որտեղ որ մենք ոչ թե հանուն ենք քվեարկել, այլ ընդդեմ։ Եվ ժամանակն է իրոք օրակարգերը լինեն այնպեսին, որ մարդիկ քվեարկեն հանուն։ Այո։ Եվ վերջին հարցը, որը բոլոր հյուրերիս եմ տալիս, կախված չի ձեր մասնագիտությունից կամ ձեր փորձից, բայց բոլորին հարցնում եմ, ինչու պետք է ըստ ձեզ մարդիկ գնան եւ քվեարկեն ընտրություններում եւ հատկապես 2026 թվականի ընտրություններում։ Շատ լավն էր հարցը ու ես նույնիսկ ափսոսեցի, որ քննարկումների ընթացքում չխոսեցի նրա մասին, որ մենք շատ հաճախ անտեսում ենք այն 70% ոչ մեկին պատասխանածներին եւ ռեյտինգը ձևավորում ենք 30% պատասխանածների վրա, բայց արդյունքը լինում է, որ
Գիտեք, շատ ցավալի բան պիտի ասեմ, բայց դիմեմ ծնողներին, հա, ծնողներին, որոնք ունեն անչափահաս կամ նույնիսկ չափահաս երեխաներ։ Դուք հասկանում եք, որ ինչ որ մեկի տատիկը կամ պապիկը վաղը որոշելու է ձեր երեխայի կամ ձեր թոռնիկի ապագան։ Արդյոք մենք պատրաստ ենք դրան։ Արդյոք մենք այդքան վստահում ենք, հայերը միշտ հարգել են իրենց ավագ սերունդին, բայց արդյոք քաղաքական որոշման կամ ապագայի ձևավորման տեսանկյունից մենք այդքան վստահում ենք, որ թեպետ իմ պապիկը, հա, ինչ որ մեկի պապիկը իմ թորան լավը ավելի լավ է պատկերացնում, քան օրինակ ես կամ իմ որդին։ Եվ նույն ձևով կարելի ասել այն 18 տարեկան որդին կամ աղջիկը, որը առաջի անգամ պիտի գնա ընտրությունների, չպիտի թողնի, որ իր ապագան որոշի իր ծնողը կամ իր ինչ որ մեկի տատիկ-պապիկը, նույնիսկ եթե ինքը իրանց շատ սիրում եւ հարգում է։ Շատ հետաքրքիր էր եւ շատ կարեւոր էր, կարծում եմ, այս արձանագրումը։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ։ Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։